Ներողություն Աստծո օրհնությամբ եւ հոգու աչքերով Փաշինյանը ինչպես է ձեր կարծիքով 10 հոգու ընտրելու համար։ Դեր ես այն ինչ որ պետք էր ասաց, մենք Ասելիք չունեք։ Ժողովուրդ ջան, խաղաղություն ենք մաղթում բոլորիս, խաղաղություն, սեր։ Նա էլ առաջարկում է սիրով եւ քրիստոնեաբար վեհարանից վտարել կաթողիկոսին։ Ասելիք չունեք։ Մենք մեր ասելիքը ասացինք արդեն։ Ձեր ասելիքը կոնկրետ անձամբ ձեր։ Ձեր խաղաղություն ենք մաղթում։ Ինքն էլ ասում է սիրով եւ քրիստոնեաբար վեհարանը ազատենք, ընտրենք ավելի բարևար կաթողիկոս։ Մենք ավելացնելու բան չունենք։ Ինքը ասում է որպես եկեղեցու հավատավոր զավակ եմ դա պահանջում։ Ժողովուրդ ջան, Մայրաթորը իր հայտարարությունն արել է, եթե ինչ-որ բան լինի ասելու, ամլոխոսնակը կասի։ Ախր մի րոպե, ներողություն, ձեզ ասում է սրբապիղծներ են հոգևորականները, բոլոր սրբապիղծների դիմակները պատրելու ենք, Աննա Հակոբյանն էլ հավելում է, որ մանկապիղծներ են։ Ձեր ասելիքը ո՞րն է։ Եղավ։ Աստված պահապան ինձ։ Մայրաթորը իր դռները բացել էր Փաշինյանի առաջ, հնարավորություն էր տվել։ Հիմա Փաշինյանը փորձում է զավթել ըստ էության վեհարան։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Միրոպե, ինձ միկրոֆոն դեմի տվեք, ես շշկռում եմ միկրոֆոն տեսնելուց։ Ուրիշ անգամ ես ու մի քիչ ռիսկ ունենամ կխոսեմ։ Չէ, ուղղակի ուզում եմ հարցներ ճշտել, դուք միշտ այսքան հոգևորականներով եք գալիս դիմավորելու։ Իմաստը չկար ինչ-որ հոգևորականներ, հիմա հարցազրույցի պես բան եք անում, պարզապես որոշել եք մեր հայրապետին դիմավորել։ Այս անգամ մեծ կազմով, ճիշտ հասկացա։ Չէ, նայած անգամ, ով ազատ է լինում է ձև, այսպես ասեմ։ Վեհարանը կան գրավելու, զավթելու, որտեղ այդպիսի հայտարարություններ արդեն իսկ Չելա, հանձնախումբել ձևավորվում է։ Մի րոպե, եկեք ենթադրություններ չանենք։ Ենթադրություններ չի, Փաշինյանի ուղիղ հայտարարություններ։ Խոսքը մի բան է, գործը մի ուրիշ բան։ Փակենք էլ այս թեման։ Այսինքն անլուրջ եք վերաբերվում նրա ասածներին։ Եկեք չպատասխանեմ, հա, այս հարցերը բոլոր հետո քննվելու է, հետո խնդիր դառնա։ Աստված կտնօրինի։ Կաշկանդված եք ինչ-որ բանի։ Ինչի՞ պիտի կաշկանդվեմ, ինչ եմ անում որ կաշկան։ Հոգևորականը միշտ իր տեսակետն ասում է։ Ձեզ է վիրավորում, ասում են ձեզ սրբապիղծներ, մանկապիղծներ են ասում։ Եկեք չխորանանք այդ հարցերը չպատա։ Ես գիտեմ, վերջ պիտի գային մոտենային ինձ։ Բայց այդ հարցերը կոռեկտ չէ էլի հիմա։ Գիտեք ինչի, գիտեք, հասցեատերը ես եմ։ Բայց հասցենը այդ խոսքից չի ասել։ Ուրիշ բան, խոսքը մի այո, բա, անձամբ երբ որ կհասնի խոսքը մեզ, նորից ժամանակ մենք վեհապարը իմ վեհապարն է, մի րոպե, վեհապարը իմ վեհապարն է, ձեր վեհապարն է, ամբողջ հայազգի վեհապարն է, ով որ սխալ ձևով է ներկայացնում, որ ամենայն հայոց չի կարող լինի, ուրեմն ինքը ամենայն հայոցից դուրս է։ Հիմա կլինի աթեիստ, կլինի, չգիտես, ով իշ կուզես լինի, հայ է, եթե իր հայրը։ Ես գիտեմ, հա, բայց ինչի հիմա։ Նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Ինչ իրավունք ունեն ընտրություններ։ Լավ, եկեք, ես փոքր մարդ եմ, այդ ձեր տված հարցերի պատասխաններով ներող կլինեք, բայց եկեք փակեք։ Բայց ինչ եք սպասում անձամբ ձեզ անպայման լինի։ Ցանկացած հարված վեհապարին։ Ինչ արեմ։ Հիմա թողեմ գնանք, ասենք քահանան վախեցավ գնաց, չեմ վախենում, բայց անիմաստ հարցեր են, չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ։ Երբ որ կգա ժամանակ, ամեն ինչ կիմանանք։ Վախտից շուտ գրգռում եք։ Պետք է հանդարտեցնենք, ինչքան կարելի է, պետք է հանդարտեցնենք։ Մի րոպե։ Որտեվ ամեն մեկը մի կարծիք է ասելու, եկեք հանդարտվենք, էլի։ Դե ուր եկեք, չէ, դուք բոլորից հավաքում եք, եկեք չխոսենք։ Եկեք հանդարտ, ինչքան կարող ենք հանդարտեցնել։
Ներող կլնենք, ներող կլնենք։ Հանդարտ լինեք ինչ է, չեն գալու վեհարանը, չեն գրավելու, հանձնախումբը չեն ստեղծելու։ Ես ինչ իմանամ։ Բայց ինչով եք պայմանավորում այն։ Աման, ներողություն էլի, աղբուրպես խնդրում եմ բոլորին։ Հալի ինձ թափով եք հարցակել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ այդքան հետաքրքրված եք։ Դուք բոլորդ պետք է մեկ դառնաք ընդհանուր մի գաղափարի շուրջ։ Մենք բոլորս։ Եվ եկեղեցին եւ աշխարհականը, եւ պետությունը եւ եկեղեցին։ Այս ձևի ասեմ, որտեղ մենք մեկ ենք։ Եթե չենք ուզում վերանանք։ Ես էլ տենց հա, ես գիտեի վերջ պետք է սենց կրակի մեջ չընկնեմ։ Գեորգ, քանի դրամ է դա։